Այստեղ կարևոր է, որ ծնողները իմանան այն կանոնները, որ պետք է կիրառել ռիսկային վարք դրսևորող երեխայի հետ մեր զրույցում, մեր այդ երկխոսությունը արդյունավետ կառուցելու համար։ Առաջինը, հեռու ենք սկսում եք բոլոր նախադասությունները ես։ Ինձ թվում է, ես կարծում եմ, հա, այսինքն շանս եք տալիս երեխային, որ ինքը հասկանա, որ ես խոսում եմ իմ ապրումներից։ Ի վերջո դուք սկսում եք ձեր խնդիրը լուծելուց, դուք ձեզ եք հասկանում։ Մի կարևոր գործոն զրույցի ժամանակ սպասեք, որ երեխան ֆիզիկապես հանգիստ վիճակի գա։ Հա, պետքա քնեք, թող քնի։ Պետքա ուտի, դուրս եկեք զբոսնեք, հատկապես եթե դուք տեսնում եք, ասենք ինչ որ շատ վատ բան եք հասկացել, որ արկայա ու ինքը իր հույզերով ցույց է տալիս, որ մի բան այն չի, տագնապ եք տեսնում, զայրույթ եք տեսնում, իդեպ զայրույթի հետևում միշտ քողարկված է վախը, հա, մենք զայրույթով 99% դեպքերում մեր վախն ենք քողարկում, հա, իմացեք, որ երեխան էլ վախ գուցե բացահայտելու ինչ-որ բան, երբեմն վախ ձեզ ցավ պատճառելու։ Այստեղ եթե կանոն որպես առաջինը երկուսդ էլ եկեք ֆիզիկական հանգիստ վիճակի, եթե դուք զգում եք, որ դուք եք հուզական վիճակում, ոչինչ հետաձգեք այդ զրույցը, ուշքի եկեք, չգիտեմ, լվացվեք, սուրճ խմեք, դուրս եկեք, զբոսնեք, լավ կլինի, որ երեխայի հետ էլ միջավայրը փոխեք։ Առաջինը պետք է լինի ֆիզիկապես, հուզական առումով կայուն, հանգիստ, չեզոք միջավայր։ Մեղադրանքներ չպետք է լինեն, վերջնագրեր չպետք է լինեն, չպետք է լինեն պայմաններ, եթե, ապա, հա, պետք է լինի բաց քննարկում, ինչ ունենք, չեն կարող կեղծավոր ասենք, ոչինչ, ինչ եղել է անցել է, ասեք, որ գիտես տխուր է, բնականաբար տխուր է, որ սենց է, խնդիր ունենք այստեղ, բայց դա չի նշանակում, որ աշխարհի վերջն է, քանի դու կաս, քանի ես կամ, քանի մենք իրար կողքին ենք, մենք այս վիճակից անպայման դուրս ենք գալու։